Դուք գիտեք, որ մենք ժամանակի ընթացքում որոշ մոտեցումներ այո վերանայել ենք եւ վերանայել ենք այն տրամաբանությամբ եւ մենք նաեւ այդ թեմաներով խոսակցություն ենք ունեցել, որ մենք այնուամենայնիվ պետական որոշակի ատրիբուտներ կա, որ մենք պարտավոր ենք պահել եւ այդ ատրիբուտները պահելը մեր անձնական քմահաճույքի հարց չի, այլ պետական արարողակարգերի հարց է եւ մենք պետքա մաքսիմալ փորձենք այդ արարողակարգերը պահել։ Իսկ համարանիշի փոփոխությունը տեղի է ունեցել հետեւյալ տրամաբանությամբ, որ որոշակի ինդիկացիա է եղել, որ գործող համարանիշի վրա գրվող հայերեն ՍՍ տառը այդպես արձանագրվել է որպես Սերժ Սարգսյանի անվանատառեր եւ ոչ թե կոնկրետ անձի հետ կապված, եւ մենք կարծում ենք, որ պետական այդ համարանիշը չպետք է որևէ մեկի անվանատառ կրի, այսինքն հիմա ես էլ չպետք է գրեմ NP001 եւ դա չէ, գիտեք, դա իր անձնական ընտրության հարց է, այս դեպքում պետական ընտրության հարց է եւ պետական ընտրությունը կարծում եմ արվել է հենց այդ տրամաբանությամբ եւ արվել է էլի իմ նշած տրամաբանությամբ, որպեսզի արարողակարգային նրբությունները ճշգրտորեն պահպանվեն։ Եվ մենք կարծում ենք, որ այո, այնուամենայնիվ ինչքան էլ մենք ոչ ֆորմալ մոտեցումների կողմնակից լինենք, այդ ոչ ֆորմալ մոտեցումները չեն նշանակում պետական արարողակարգային տրամաբանությունները զրոյացնել եւ մենք կարծում ենք, որ պետք է զուգահեռ լինեն այդ երկուսը, այն էլ լինի, ես շատ դեպքերում ոչ ֆորմալ եմ մոտենում հարցերին, ոչ ֆորմալ միջոցառումների շատ եմ մասնակցում, ոչ ֆորմալ տեսանյութեր շատ եմ հրապարակում, ոչ ֆորմալ շփումներ շատ եմ ունենում, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է ֆորմալությունները եւ պետական արարողակարգային նրբությունները զրոյացնենք եւ արհամարհենք, որովհետեւ դրանք պետական կարեւոր ատրիբուտներ են։